Ողջունում եմ ձեզ, ես Աննան եմ կանանց ռեսուրսային կենտրոնից եւ այսօր կքննարկենք գենդերային բռնության դրսևորումները տեղահանված կանանց եւ աղջիկների շրջանում եւ որն է մանկաբարձ գինեկոլոգների, ընտանեկան բժիշկների, թերապևտների դերը գենդերային բռնության դեպքերի բացահայտման եւ առաջնային արձագանքի ցուցաբերման շրջանակներում։ Այն բոլոր իրավիճակներում, երբ մասնագետը ունի կասկածներ, թե արդյոք պացիենտը ենթարկվում է գենդերային բռնության, մասնավորապես եթե դիտարկենք գենդերային բռնության տեսակներից հենց ընտանեկան բռնությունը, այս պարագայում օգնության են գալիս որոշակի ցուցիչներ, որոնք կարող են վկայել հենց այդ բռնության մասին։ Մասնագիտական գրականության մեջ մենք տարանջատում ենք հոգեբանական, ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական ցուցիչներ, որոնք կարող են վկայել մասնավորապես հոգեբանական եւ ֆիզիկական բռնության դրսևորումների մասին։ Սեռական բռնության պարագայում դրանք առանձին ցուցիչներ են, որոնք արդեն փաստում են ընտանիքի ներսում կամ ընտանիքից դուրս սեռական բռնության դրսևորումների մասին։ Եթե դիտարկենք սոցիալ-հոգեբանական ցուցիչները, դրանք հիմնականում հուզական արձագանքն է անձի տարբեր իրավիճակներին, դրանք կարող են ունենալ ինչպես վարքային, այնպես էլ հոգեբանական առանձնահատկություններ։ Ֆիզիկական ցուցիչները բնականաբար ավելի տեսանելի են, դրանք հիմնականում մարմնի տարբեր հատվածներում կարող են երևալ եւ տեսանելի լինել, եւ հաշվի առնելով նաեւ այն երկարատև կապը, որպես այդպիսին, որ կարող է ունենալ պացիենտը բժիշկի հետ, կարևոր է, որ բժիշկը տեսնի այդ ցուցիչները եւ կարողանա արձագանքել այդ ցուցիչներին։ Նաև շատ կարևոր է ստեղ խոսել տեղահանման կոնտեքստի մասին, որ միջազգային փորձը, նաև այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ տեղահանված կանանց շրջանում հենց բռնության եւ պատերազմի արդյունքում աճում են գենդերային բռնության դրսևորումները, այդ թվում զուգընկերների կողմից, սակայն միևնույն ժամանակ մենք տեսնում ենք հակադարձ նաև իրականություն, որ կանայք սկսում են չխոսել այդ բռնության մասին նորից պատերազմի եւ տեղահանման ազդեցության պատճառով, այսինքն ստեղ տեսնում ենք մի իրավիճակ, երբ բռնությունը աճում է, բայց կանայք չեն խոսում դրա մասին, չեն բարձրաձայնում դրա մասին, նաև այն պատճառով առաջինը հոգեբանական տրավմայի պատճառով եւ երկրորդը նաև այն ընդհանուր ազդեցությունը, որ ունենում են այդ ճգնաժամային իրավիճակները տղամարդու դերի արժևորման որպես այդպիսին եւ նաև այն գաղափարն է սկսում պտտվել կանանց շրջանում, որ ոչինչ թող ինձ մի հատ էլ ծեծի, թող բռնություն լինի, բայց կարևորը վերադարձել է պատերազմից կամ այժմ փորձենք հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի մասնագետի արձագանքը այս դեպքերին։ Շատ կարևոր է ստեղծել այն վստահելի մթնոլորտը, մասնավորապես գաղտնի եւ մեկուսի պայմանների շրջանակներում, որ կինը եւ ստեղծել այդ վստահելի հարաբերությունները, որ կինը պատմի ձեզ այդ դեպքի վերաբերյալ, միջադեպի վերաբերյալ։ Օգնող մասնագետների, ինչպես նաև բուժաշխատողների շրջանում մենք արձանագրում ենք մի երևույթ, որը մասնագիտական գրականության մեջ հայտնի է երկրորդային զոհականացում եզրույթով։ Այս երևույթը վերաբերում է մասնագետների կողմից դեպքի արձագանքին եւ այստեղ խոսում ենք ընտանեկան սեռական բռնության դեպքերի մասին եւ որոնք վերաբերում են այդ իրավիճակի արձագանքին մասնագետների կողմից եւ այդ իրավիճակի քննադատությանը եւ բռնության ենթարկված անձի մեղադրելուն։ Այս իրավիճակում օրինակներ բերեմ, որ ավելի պարզ լինի, երբ բուժաշխատողները օրինակ կարող են նշել ինչ էիր դու հագել, որ դեպքը տեղի ունեցավ, սեռական բռնությունը քո հետ տեղի ունեցավ, կամ
ինչ ես դու անում, որ ամուսինդ քեզ ծեծում է, եւ դրանք բոլորը հենց երկրորդային զոհականացմանը նպաստող հարցադրումներ են։ Հետևաբար, երբ խոսում ենք ընտանեկան եւ սեռական բռնության արձագանքելու ուղղված մեր գործողություններին, առաջի կարևոր պայմաններից մեկը դա միջավայրն է, ինչպես արդեն նշեցի, եւ երկրորդը հարցադրումները։ Մեր հարցադրումները պետք է մշտապես ուղղված լինեն ոչ թե երևույթին գնահատական տալուն, ոչ թե ուղղված լինեն մեր հետաքրքրությունը բավարարելուն, այլ պետք է ուղղված լինեն անձին հասկանալուն, նաև ապրումակցելուն, ինչպես նաև քննարկելու ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու լուծումները։ Ընտանեկան բռնությունը դիտարկելիս նաև մասնագետի համար կարևոր է իմանալ ընդհանուր տեղեկատվություն ընտանեկան բռնության մասին, մասնավորապես, որ շատ հաճախ ընտանեկան բռնությունը չի դրսևորվում միայն ֆիզիկական բռնության տեսքով, մենք ունենք ընտանեկան բռնության տարբեր դրսևորումներ, մասնավորապես տնտեսական բռնությունը նաև, հոգեբանական բռնությունը, սեռական բռնությունը եւ այս կոնտեքստում մենք խոսում ենք ամուսնական բռնաբարության դեպքերի մասին, ինչպես նաև անչափահասների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ տարեցների դեպքում նաև ունենք անտեսումը, որպես այդպիսին կանայք ծառայություններին դիմում են բռնության փուլում, այսինքն երբ արդեն տեղի է ունեցել բռնությունը եւ հիմնականում կարող են չգալ նաև մասնագետի մոտ, այդ թվում ծառայություններ, բժշկական ծառայություններ ստանալու մեղրամսի փուլում։ Ընդ որում պետք է հաշվի առնել, որ տարիների ընթացքում այս փուլերը շատ ավելի հաճախականությունը մեծանում է այս փուլերի իրականացման, այսինքն եթե օրինակ հարաբերությունների սկզբում ենթադրենք մենք խոսում ենք ամեն շաբաթը մեկ, փուլերի կրկնության մասին, հարաբերությունների 5 տարի հետո մենք խոսում ենք օրինակ 1 օրվա ընթացքում այս 3 փուլերի իրար հաջորդելը։ Մեղրամսի փուլում է, որ հիմնականում բռնարարը զղջում է, որ այսպես ասած իր արարքի համար եւ փորձում է ամեն կերպ վերականգնել հարաբերությունները։ Եվ այս տեսանկյունից կարևոր է նաև խոսել կնոջ հետ այս փուլերի մասին, ձեր խորհրդատվության ժամանակ կարող եք նաև դա մեկնաբանել, նշելով, որ մենք ունենք լարվածություն, բռնություն եւ մեղրամիս փուլերը եւ շատ ողջունեք կնոջը, որ դիմել է բժշկական ծառայությունների, որովհետև ընտանեկան բռնության եւ սեռական բռնության առանձնահատկություններից մեկը հենց նաեւ այն է, որ կանայք չեն դիմում նաեւ բժշկական ծառայություններ ստանալու, հենց չցանկանալով, վախենալով, բացահայտված լինելուց եւ իրավապահ մարմինների հետ գործ ունենալուց։ Ընտանեկան բռնության մասին խոսելիս նաեւ կուզեմ արձանագրենք, որ մենք մշտապես ունենք այն պատկերացումը, որ սա հավանաբար ավելի սոցիալապես անբարակեցիկ ընտանիքներում է տեղի ունենում կամ երբ բռնարարը կախվածություն ունի, օրինակ ալկոհոլից կամ թմրամիջոցներից, բայց սա տարածված սխալ պատկերացում է բռնության մասին, որովհետև մենք չունենք մեկ վիճակագրական ինչ-որ մի ընդհանրություն, որ հենց այս խմբին է բնորոշ ընտանեկան բռնությունը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն 4-րդ կին աշխարհում ենթարկվում է ընտանեկան եւ սեռական բռնության իր ներկա կամ նախկին զուգընկերոջ կողմից, եւ այս վիճակագրությունը նաեւ վերաբերելի է Հայաստանի Հանրապետության։ Շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչ իրավական պարտավորությունների շրջանակ ունի բուժաշխատողը ընտանեկան բռնության դեպքերով։ Վերջին օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերում են հենց ընտանեկան բռնությանը, ցույց են տալիս, որ նաև այս դաշտը կարգավորվում է բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքով, բուժաշխատողները բռնության դեպքերում ունեն պարտավորություններ հայտնելու իրավապահ մարմիններին դեպքի վերաբերյալ։ Սակայն այստեղ նաև կարևոր է դիտարկել եւ վերլուծել միջազգային փորձը։ Ինչ է ասում այն առաջատար փորձը այս ոլորտում, որ թերևս այս կարգավորումը այդքան էլ չի բխում
կնոջ պահանջմունքներից եւ մենք այստեղ իրավական տեսանկյունից ունենք որոշակի խնդիր, քանի որ չափահաս անձի մասին ենք խոսում եւ չափահաս անձը որքան էլ այո խոսքը գնում է բռնության մասին, նաեւ կնոջ կյանքին վտանգ անմիջականորեն վտանգ սպառնացող իրավիճակներին, այստեղ շատ կարեւոր է որ կինը ինքը որոշումը կայացնի եւ դիմի իրավապահ մարմիններին։ Բայց նորից կարևոր է նշել, որ ներկայիս իրավակարգավորումներով բուժաշխատողները ունեն անմիջական պարտավորություն բռնության դեպքերում, ընդ որում օրենքով նաև տրված է այն ցանկը, թե բռնության դեպքեր ասելով մենք ինչ շրջանակի հետ գործ ունենք, մասնավորապես օրինակ ծագող կտրող գործիքներով հասցված վնասվածքները, գլխուղեղին հասցված վնասվածքները եւ ամբողջական ցանկահասանելի է, թե որ դեպքերում պետք է հայտնել բռնության դեպքերի մասին իրավապահ մարմիններին։ Նույնը վերաբերում է նաեւ սեռական բռնության, մասնավորապես բռնաբարության դեպքերին։ Այստեղ նաեւ շատ կարեւոր է առանձնացնել, որ անչափահասների դեպքում անկախ իմ նշած նաեւ միջազգային փորձից եւ առաջատար փորձից բուժաշխատողները պարտավոր են հայտնել նորից իրավապահ մարմիններին անչափահասի նկատմամբ բռնության դեպքերով։ Ես արդեն խոսեցի նրա մասին, որ այո, իրավապահ մարմիններին մենք հայտնում ենք, փաստացիորեն մենք խոսեցինք կնոջ հետ եւ բարձեցինք, ենթադրենք, որ կինը ենթարկվում է ընտանեկան բռնության, այստեղ արդեն մյուս հարցն է առաջանում, վստահության հարցը։ Փաստացի մենք ունենք պարտավորություն, բուժաշխատողը ունի պարտավորություն հայտնելու դեպքի մասին իրավապահ մարմիններին, բայց ենթադրենք կինը համաձայն չէ դրան։ Բուժաշխատողը հայտնում է փաստացիորեն իրավապահ մարմիններին եւ ստեղ հարց է առաջանում պացիենտի վստահության հարցը, չէ՞ որ նաեւ ենթադրվում է, որ պացիենտի սա առաջին եւ վերջին այցը չի եւ նա շարունակելու է այցելել տվյալ բուժհաստատություն եւ տվյալ բժշկի մոտ եւ փաստացի մենք տեսնում ենք վստահության հարց է առաջանում։ Եվ հենց այս նպատակով է, որ միջազգային փորձը մեզ ասում է, որ այնուամենայնիվ բուժաշխատողները չպետք է հայտնեն իրավապահ մարմիններին, բայց մեր իրականությունում ինչպես տեսանք պարտավորություն կա եւ ուղղակի ստեղ խորհուրդ է տրվում, որ դուք խոսեք կնոջ հետ եւ հայտնեք, որ ունեք այդ պարտավորությունը, իհարկե նախապես տրամադրելով բժշկական ծառայությունները, այսինքն չզրկելով կնոջը բժշկական ծառայություններ ստանալու իրավունքից եւ չազդելով նրա բժշկական ծառայությունների հասանելիության իրավունքի վրա։ Նաև մի քանի կարևոր կանոններ կուզեմ այժմ քննարկենք, եթե ձեզ դիմել է բռնաբարության դեպք, այսինքն կինը ենթարկվել է սեռական բռնության, տվյալ դեպքում բռնաբարության, թե ինչ արձագանք պետք է ունենանք մենք իբրև մասնագետներ։ Այստեղ նորից, երբ դիտարկում ենք իրավապահ մարմիններին հայտնելու մասը, միանշանակ մասնագետը պարտավոր է դա հայտնել, հիմա ավելի քննարկենք նաև աջակցության մասը։ Աջակցության տեսանկյունից մենք ունենք որպես այդպիսին երկու տարբերակ, առաջինը եթե դեպքը տեղի է ունեցել վերջին 72 ժամվա ընթացքում, այսինքն ձեզ դիմում է պացիենտը դեպքից 1, 2, 3 օր հետո։ Այո, դուք նորից տեղ պետք է խոսեք կնոջ հետ եւ իրազեկեք, որ պետք է հայտնեք ոստիկանություն, դա ձեր պարտավորությունն է։ Միևնույն ժամանակ կարող եք տեղեկացնել, որ նախքան դա անելը դուք կմատուցեք այդ ծառայությունները կնոջը, բժշկական ծառայությունները, կլսեք նրա գանգատները եւ համապատասխան միջամտություն կիրականացնեք։ Սակայն ի հավելումը նայ միջամտության, որ դուք իրականացնում եք, այստեղ նորից կարևոր է շատ խորհրդատվությունը, որը դուք կտրամադրեք կնոջը։ Խորհրդատվության տեսանկյունից կան մի քանի կարևոր հարցեր, որոնցից առաջինն է դա խոսել նրա մասին, որ կապտուկները, սեռական օրգանների շրջանում վնասվածքները կարևոր է փաստագրվեն հետագայում իրավապահ մարմնի կողմից ապացույցների բազան հավաքագրելու համար։ Եվ սա իրականացնում են դատաբժշկական փորձաքննության միջոցով, որը իրավապահ, մասնավորապես ոստիկանության, քննչական մարմնի կողմից տրամադրվում է կնոջը ուղեգիր
դա իրականացնելու համար։ Բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ դուք եւս արձանագրեք այդ վնասվածքները պացիենտի փաստաթղթերում։ Մյուս կարևոր հարցը վերաբերում է նրան, որ պետք է իրազեկել հրատապ հակաբեղմնավորիչ միջոցների վերաբերյալ, քանի որ սովորաբար բռնաբարության դեպքում մենք ունենք չպաշտպանված սեռական հարաբերություն, որի արդյունքում կարող է լինել հղիություն։ Եվ պետք է նաև խորհրդատվություն տրամադրել հակաբեղմնավորիչ հաբի ընդունման վերաբերյալ եւ նաև խորհրդատվություն տրամադրել, թե ինչ հաբից անձը կարող է օգտվել, ինչպես այն ընդունել, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Մյուս կարևոր հարցը վերաբերում է ՄԻԱՎ-ի հետ կոնտակտային կանխարգելմանը։ Այս դեպքում եւս մենք խոսում ենք չպաշտպանված սեռական հարաբերության մասին եւ նորից կարևոր է արձանագրել, որ ՄԻԱՎ-ը որպես սեռավարակ կարող է փոխանցվել չպաշտպանված սեռական հարաբերության միջոցով եւ ստեղ եւս պետք է իրականացվի կանխարգելում եւ նշեմ, որ այս պարագայում անձին պետք է ուղղորդել նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ կտրամադրվեն հատուկ դեղահաբեր ՄԻԱՎ-ի հետ կոնտակտային կանխարգելումն իրականացնելու համար։ Տեղում նաև կտրամադրվի խորհրդատվություն, թե ինչպես ընդունել այդ դեղահաբերը։ Նաև շատ կարևոր է, որ իրազեկեք կնոջ այն մասին, որ պետք չի թափել, պետք չի այրել, պետք չի ոչնչացնել այն հագուստը, կոշիկը, որ անձը կրել է դեպքի ժամանակ, որովհետև դրանք եւս կարող են փաստեր լինել եւ դրանք պետք է տրամադրվեն իրավապահ մարմիններին։ Նաեւ կարեւոր է տեղեկացնել, որ պետք չի լողանալ մինչեւ իրավապահ մարմիններին դիմելը նորից դատաբժշկական փորձաքննությունը անցնելու համար, որպեսզի կարևոր փաստերը չոչնչանան։ Կարևոր է նաեւ խոսել կնոջ հետ սեռավարակների վերաբերյալ, որ բռնաբարության բոլոր դեպքերում, թե նաև այդ թվում հետանցքային եւ բերանային բռնաբարության դեպքերում հնարավորություն կա սեռավարակների փոխանցման եւ պետք է կինը անցնի համապատասխան հետազոտություններ սեռավարակները բացահայտելու համար։ Անչափահասների դեպքում որպես կանոն դեպքերը բացահայտվում են հիմնականում հղիության արդյունքում, նաեւ կազմակերպությունների փորձն է դրա մասին վկայում եւ այս դեպքում բնականաբար մասնագետը իրազեկում է իրավապահ մարմիններին հղիության նաև դեպքի մասին, անչափահասի վերաբերյալ եւ քրեական գործ է հարուցվում, զուգահեռ դրան իրականացում է արդեն հղիության հաշվառում կամ հղիության արհեստական ընդհատում, եթե դեպքը վերաբերում է այն տեղավորվում է այն սոցիալական ցուցումների շրջանակներում, որ ունենք հղիության արհեստական ընդհատման մասով, խոսքը վերաբերում է սոցիալական ցուցումներից հենց բռնաբարության դեպքերին, որի ժամանակ հղիության արհեստական ընդհատումը թույլատրվում է իրականացնել մինչև հղիության 22 շաբաթ։ Երբ խոսում ենք նաև տեղահանման մասին, կարևոր է արձանագրել վաղ ամուսնությունների դեպքերը, երբ օրենքով սահմանված տարիքից վաղ կարող են ամուսնացնել աղջիկ երեխաներին, եւ սա հիմնականում կարող է լինել որպես ընտանիքի սոցիալական իրավիճակը մեղմող մի գործողություն։ Տվյալ դեպքում կարևոր է արձանագրել, որ ոչ մշակութային, ոչ նաև այս պարագայում սոցիալական նպատակները չեն արդարացնում բռնությունը եւ դա համարվում է հանցագործություն, եթե ունենք անչափահաս, ով դիմում է գինեկոլոգիական ծառայություններ ստանալու, անկախ նրանից կա հղիություն, չկա հղիություն, կարևոր է, որ մասնագետը հաղորդի ներկայացնի ոստիկանություն նաև այս գործերով եւ չմտածի, որ դա նաև արդարացված է որևէ հանգամանքով։ Նաև կարևոր է ապրումակցություն ցուցաբերել կանանց, օրինակ փորձելով ասել նրա մասին, որ հասկանում եք, թե ինչ էր ապրում կինը այդ պահին, շատ դժվար է օրինակ այո նման իրավիճակում ապրել, նաև օրինակ հաշվի առնելով պատերազմի արդյունքում
ձեր ունեցած օրինակ ապրումները կամ տեղահանման հետևանքները, որ ունեցաք, փորձեք կոնտեքստը ամփոփելու միջոցով նաև ապրումակցում ցուցաբերել կնոջը եւ ներկայացնել կամ փորձել ամփոփել ընդհանուր պատկերը։ Բռնության եւ տեղահանման անդրադառնալիս նորից կարեւոր է արձանագրել, որ շատ հաճախ հենց տեղահանված կանայք չեն ցանկանում արձանագրել բռնությունը, չեն ցանկանում խոսել դրա մասին նաև բժիշկների հետ, եւ նրանց առաջնային արձագանքն է, որ ես եկել եմ բժշկական ծառայություններ ստանալու եւ չեմ ցանկանում ուղղակի քննարկել իմ անձնական կյանքը։ Այս պարագայում կարևոր է, որ մասնագետը առանձին նորից պայմաններում քննարկի կնոջ հետ, թե որքան կարևոր է արձանագրել բռնությունը, որքան կարևոր է դիմել աջակցության, եւ ստեղ կան հենց մասնագիտացված կառույցներ, որոնք աջակցություն կարող են տրամադրել կանանց ընտանեկան եւ սեռական բռնության դեպքերը, ընտանեկան բռնության դեպքերին աջակցող կազմակերպությունները, դրանք հավաստագրված են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից, եւ մենք փաստացի ունենք բոլոր մարզերում գործող աջակցման կենտրոնների ցանկը տեղադրված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքեջում եւ կարող եք հասանելիություն ունենալ նաեւ այդ կազմակերպություններին եւ ուղղորդումներ իրականացնել կանանց։ Սեռական բռնության դեպքում մենք խոսում ենք սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի մասին, որը Երևանում է գործում, բայց ծառայությունները մատուցում ամբողջ Հայաստանի տարածքով։